Մարդ, ով իրեն բանաստեղծ չի համարում, բայց գրքեր է գրել, ինչպես բացատրել սա։ Ես դեռ գրող չեմ համարում, ուղղակի փորձեր եմ անում այդ ժանրի մեջ որոշակի բաներ անելու, ինչքանով է հաջողվել, լսեցիք դուք արդեն։ Բանաստեղծությունները մի երկուսը ունեն մոտարապես մի 5-6 տարվա պատմություն, եթե ոչ ավելի, մնացածը երևի մի շնչում կուտակվածը դատարկվեց, չնայած ասեմ ամեն մի տողը, ասենք մի քառատողը, դա քառատող չի եղել հենց սկզբից, ավելի երկար է եղել, ուղղակի քանդակագործի նման տաշելուց հետո մնացել են այն տողերը, որոնք պետք է մնային ըստիս։ Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ Գագիկ Աղաբաբյանի մշակույթի տարեգրություն եւ իմպրեսիոններ գրքերի շնորհանդեսը։ Շնորհանդեսը կազմակերպվել էր Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի կողմից։ Վարում էր բաժանմունքի նախագահ Մանվել Միկոյանը։ Մշակույթի տարեգրություն գրքում ներկայացված է Ղարաքելի Սա Կիրովական Վանաձոր քաղաքի շուրջ 1 տարյա տարեգրությունը, իսկ իմպրեսիոնները հեղինակի 4-րդ գիրքն է բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ Շնորհանդեսին ներկա են քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, գրողներ, մտավորականներ եւ ընթերցասեր մարդիկ։ Ցերեկույթի ընթացքում խոսվեց գրքերի թերությունների եւ առավելությունների մասին, ելույթներով հանդես եկան գրչակից ընկերները, ներկայացվեցին Աղաբաբյանի հեղինակած բանաստեղծությունները։ Ձեռքերը հանդարտ իջան, համերգն ավարտվեց, բայց օդում դեռ հնչում է մեղեդին, այն ավարտ չունի։ Ծաղկավաճառին ծաղիկներ նվիրեցին, նա լաց եղավ։ Երկու տող առանց երկար բացատրելու, առանց ինչ-որ սրտաճմլիկ, սենտիմենտալ խոսքեր ասելու, բայց մեկ ուրիշը կարող էր սրա մասին մի ամբողջ նովել գրել եւ հուզիչ հետաքրքիր գործ կստացվեր արձակ։ Իմպրեսիոնը հենց նշանակում է, որ տպավորությունն է փոխանցում, չի ասում, մեզ զգալ է տալիս եւ այդ զգալը նաեւ մեզ խորհելու, մտածելու տեղիք է տալիս։ Ներկաները շնորհավորեցին հեղինակին եւ կոչ արեցին շարունակել նույն ոգով, մաղթելով ստեղծագործական հաջողություններ։ Սարգիս Գոքորյան, Մոլորակ։